Это необходимость, как надо. 3 ժամ 38 րոպե տևողությամբ զրույց ավելի քան 3 տարվա լռությունից հետո։ Խոսել է տասնամյակներ շարունակ ռուսական երկարվեստի ուղղությունն ու երաժշտական ճաշակը թելադրած Ալլա Պուգաչովան։ Եկատերինա Գորդեևային տված հարցազրույցում նա անդրադարձել է Ռուսաստանից հեռանալու իր պատճառներին, մի շարք քաղաքական գործիչների հետ իր շփումներին, իր մի շարք ամուսնություններին եւ այլ թեմաների։ 6 օրում ավելի քան 17 միլիոն դիտում ունեցած զրույցը քաղաքական անդրադարձերի, անգամ դատական գործի հիմք է դարձել։ Я говорю, ну подождите, вы предупредили хотя бы? Դու կարող էիր գոնե ինձ զգուշացնել, որ խոսքի ազատություն այլևս չկա։ Սա Պուգաչովայի ու Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի զրույցից մի հատված է, որը տեղի է ունեցել երգչուհու Ռուսաստանից հեռանալուց առաջ։ Պուգաչովայի ամուսինը Մաքսիմ Գալկինը հրապարակայնորեն հայտնել էր ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ իր վերապահումները, ինչն էլ ըստ Պուգաչովայի դարձել էր ընտանիքի նկատմամբ հետապնդման հիմքը։ Кириенко. Ну, Сережа я знала. Կիրիենկոն ուզում էր խոսել, ես ճանաչում էի Սերեժային, միշտ լավ էի վերաբերվում նրան։ Մտածեցի լավ, կգնամ խոսելու, գուցե նա կարողանա ինձ ինչ-որ բան ասել։ Հարցրեց դու պլանավորում ես մեկնել։ Ես պատասխանեցի ինչու պետք է հեռանամ։ Ասաց այո, իսկապես, ես այստեղ կարդացել եմ եւ նրա սեղանին տեսա Մաքսի մասին բոլոր նյութերը։ Հասկանալի է, մարդը զգացմունքային է, նա արվեստագետ է, այնպես որ ես չեմ տեսնում որևէ պատճառ, որ դու անհանգստանաս ասած ինձ։ Բայց ես զգացի, որ ինչ-որ բանային չէ, ասում է Պուգաչովան։ Уже. Говорит, не волнуйтесь, это все нормально. Все, чую, что-то не то. Вот. Նա այնուամենայնիվ այդ օրը բարձր էր գնահատել Կիրիենկոյի մարդկային որակները ու լսել նրա հանգիստ եղիր ամեն ինչ լավ է հորդորը։ Դրանից 2 օր հետո Մաքսիմ Գալկինը ներառվեց օտարերկրյա գործակալների ցանկում։ Ես ասել եմ կհեռանամ հայրենիքից միայն այն դեպքում, եթե այն դավաճանի ինձ, եւ դավաճանեց, ասում է Պուգաչովան, որ հենց այդ ժամանակ լքեց Ռուսաստանը, իր հետ վերցնելով միայն երեխաներին ու $30,000, այն ինչ կարելի էր երկրից դուրս հանել։ Скажу честно, это была такая острая боль для меня. Անկեղծ ասած, ինձ համար շատ ցավալի էր, որ սա տեղի էր ունենում։ Ես գրեցի ինձ էլ հայտարարեք օտարերկրյա գործակալ, որովհետև չեմ հասկանում, թե ինչու են խելացի մարդկանց կարծիքներն այսպես ճնշվում։ Պետության մեջ պետք է լինեն տարբեր կարծիքներ։ Հակառակ դեպքում ինչպես եք ճիշտ որոշումներ կայացնելու, եթե միայն մեկ կարծիք ունեք, ասում է Պուգաչովան։ Если у тебя может быть только одно мнение, и другие все пресекаются. Հարցազրույցի այս կտորին անդրադառնալու անհրաժեշտություն է տեսել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Կամ ստեղծագործություն, որի վերնագիրը հետագայում դարձավ տարածված արտահայտություն, ունայնության տոնավաճառ, իսկ սա երեսպաշտության տոնավաճառ էր։ Պուգաչովայի հարցազրույցի մեկ այլ դրվագ էլ զայրացրել է Չեչնիայի ղեկավարին։ Հարցն այն է, որ հարցազրույցի ժամանակ նա, որպես օրինակելի ղեկավարներ, ներկայացրել է ԽՍՀՄ նախագահ Միխայել Գորբաչովին եւ Իչկերիայի հանրապետության նախագահ Ջոխար Դոդաևին։ Я знала Джохара Дудаева. Он настолько был приличный, порядочный. Ես ճանաչում էի նրան, նա այնքան պարկեշտ, պատվավոր, խելացի, գեղեցիկ տղամարդ էր եւ ինչ կին ուներ, նկարիչ, գրող, քաղաքական գործիչ։ Նա զանգահարեց ինձ մտածելով, որ ես կարող եմ ինչ-որ բանով օգնել, բայց ինչպես կարող էի օգնել։ Հիմա ես նույնիսկ ամաչում եմ նրան բարևել։ Ալլա Ֆյոդորովնա, եթե հանկարծ տեսնեք այս հարցազրույցը, ներողություն եմ խնդրում, որ չկարողացա ոչինչ անել Ջոխարին կենթանի պահելու համար, ասել է Պուգաչովան։ Не смогла ничего сделать для того, чтобы Джохар был жив. Չեչնիայի ներկայիս ղեկավար Ռամազ Կադիրովը այս առնչությամբ հայտարարել է, որ սա թեման բացարձակապես չհասկացող արվեստագետի թշվառ դատարկ խոսակցություն է։ Պուգաչովային անվանել է ժողովրդի թշնամի եւ հորդորել չգրգռել չեչեններին։ Я понимаю, что кому-то это будет неприятно слышать, но я довольна своей жизнью. Վիրավորվածությունից բացի Պուգաչովան հարցազրույցում երջանկության մասին է խոսել։ Я влюбилась и всё. Поняла, что Ես սիրահարվեցի եւ վերջ։ Ես հասկացա, որ սա է ինձ պետք։ Տարօրինակ էր, երբեմն ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչպես է պատահել այս բացարձակ ներդաշնակությունը։ Մենք մեծացել ենք նմանատիպ ընտանիքներում։ Լավ, ես ավելի վաղ եմ մեծացել, բայց մենք բացարձակապես նույն դաստիարակությունն ենք ստացել։ тоже воспитание. Պուգաչովան, որ հանդիսատեսի համար միշտ անակնկալ ուներ նոր երգի կամ նոր ամուսնության տեսքով, այժմ ասում է 2 իրական ամուսնություն է եղել։ Մյուս 3-ը, որոնք ընկած էին այս երկուսի մեջտեղում, օգնություն էին ընկերներին։ Степановичу нужна была прописка.
Ստեֆանովիչին բնակության թույլտվություն էր պետք։ Դրա համար նա պետք է 3 տարի ապրեր Մոսկվայում որպես ամուսնացած տղամարդ։ Ես լավ հարաբերություններ ունեի Եվգենի Բոլդինի հետ, ես նրան պաշտում էի։ Նա այնքան գեղեցիկ տղամարդ էր, բայց դա սեր չէր։ Պարզապես նրան թույլ չտվեցին արտասահման մեկնել, քանի որ մենք վատ օրինակ էինք, ամուսնացած չէինք ու միասին տեղ էինք գնում։ Եվ մենք ամուսնացանք։ Դե իսկ երրորդը ես ճանաչում էի Կիրկորովի մորը, հիանալի կին էր։ Նա ուներ քաղցկեղ ու խենթ գերբնական սեր Ֆիլիպի նկատմամբ։ Երբ արդեն շատ ват էր, ասաց, խնդրում եմ, մի թող նրան, օգնիր նրան, եղիր նրա հետ, եղիր նրա համար մոր պես, ասում է Պուգաչովան։ Помоги ему, будь с ним, будь как мать ему. Այսպես նա ունեցավ 5 ամուսնություն, բայց սիրեց միայն առաջին ու այս պահին վերջին ամուսնուն։ Սիրեց նաև հայրենիքը, բայց լքեց այն լքված լինելու զգացումով։ Ռուսական երկարվեստի պրիմադոննան, որ նատում է, որ իրեն այդպես են կոչում, տվեց այս հարցազրույցը հենց իր ամուսինների, հայրենիքի, երկրպագուների մասին խոսելու համար, նշելով, որ իր երեխաները պետք է ունենան սա որպես փաստաթուղթ եւ իմանան ճշմարտությունը իրենց հոր եւ մոր մասին։ Արուսյակ Կապուկչյան, Ռադիոլուր։ Как любят в жизни.